Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ին ուղիղ տեսակապով զրուցելու է Բուշի անվան կառավարման եւ հանրային ծառայության դպրոցի հետազոտող Դավիթ Պետրոսյանի հետ։ Ողջույն, պարոն Պետրոսյան։ Ողջույն Ռոբերտ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Տեսեք, Հայաստանի ընդդիմությունը եւ քաղաքասարակության մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մեղադրում է, այսպես ասած, Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալու մեջ մի շարք անուններ են տալիս Բագրատ եւ Միքայել arczepiskoposներ, Սամվել Կարապետյան եւ այլն, ինչպես նաեւ այսպես ասենք ռազմական հեղաշրջման կոչի կամ ահաբեկչության նախապատրաստման տարբեր գործերով անցնող այլ անձինք շուրջ 4 տասնյակ։ Դուք ինչ եք մտածում այս թեմայով, արդյոք իրոք խախտված է Հայաստանում իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքը եւ արդյոք այս մարդիկ քաղբանտարկյալներ են։ Կարծիքով երկու կողմն էլ, այսպես ասած, իշխանությունը եւ իր համակիրները եւ ընդդիմադիրները ու իրենց համակիրները փաստեր ունեն։ Մի կողմը հիմնավորում, որ իսկապես հանցագործություններ կանխվել, դա համար ըստ օրենքի շրջանակներում են, իսկ մյուս կողմը երբ որ ասում է, որ բանտարկյալին հիմք կա։ Հիմք կարծիքով որն է, որ հայտարարությունից մեկը արվել էր 2 տարի առաջ ու ընդհանրապես 2 տարի հետո նոր կալանավորվում է այդ հոգևորականը։ Մյուս խնդիրը իմ կարծիքով այն մտայնությունն է, ու նաև համոզմունք են դառնում, որ հենց ընտրությունները, այսպես ասած, մոտիկանում են, այդ ժամանակ քրեական գործեր ավելի շատ են բացվում, այդ ժամանակ կալանավորումներ ավելի շատ են լինում, այն որ այդ մարդիկ արեն հայտարարություններ, որոնք օրենքի հետ կապված խնդրահարույց են եւ պետք է իհարկե չեն, դա պարզ է, բայց այդ քաղաքական մոտիվը, թե օրինակ ինչու 2 տարի հետո են այդ մարդուն, այսպես ասած, ը, կալանավորում կամ արտահայտությունների մասով օրինակ այն արտահայտությունների համար որ օրինակ կալանավորում են նման արտահայտություններ էլի շատ արվել են այլ մարդկանց կողմից բայց այդ դեպքում կալանավորում չի եղել այսինքն այդտեղ օրենքի կիրառման խտրականության խնդիր կա գուցե մտածությունը այստեղից է գալիս ու այն որ կա քաղաքական ձեռագիր դա փաստ է իմ կարծիքով բայց անվանել բոլորին քաղբանտар իմ կարծիքով դա էլ մի այլ ծայրություն է բայց այն որ ժողովրդավարության հետ կապված խնդիր կա ու եկեղեցու հետ կապված գործողությունները դրանք ուղղված չեն այսպես եկեղեցու բարե բարեփոխումներին այլ ավելի շատ իշխանությունների քաղաքական խնդիրներ լուծում դա իմ կարծիքով փաստ է Դե, պարոն Պետրոսյան, այս թեմաները արծարծելիս չենք կարող խուսափել այն, այսպես ասենք, հիմնավորումներ, որ բերում է իշխանություն, դրանք փորձենք հասկանալ, ինչքանով են օբյեկտիվ ձեր կարծիքով, որ այս մարդկանց Փաշինյանի կառավարությունը ըստ էության նաև նրան ասոցացվող տարբեր ուժեր մեղադրում են ռուսական, այսպես ասենք, շահեր սպասարկելու մեջ, անգամ վարչապետը, այսպես կաթողիկոսի եղբորն էր KGB-ի ագենտ լինելու մեջ մեղադրում հրապարակային։ Տեսեք, արդյոք մենք խնդիր ունենք այս հայտարարությունների հիմնավորվածության հետ եւ որակի հետ, իմ հաջորդ հարցը կլինի նաև եթե այդպիսի բան կա պայքարի մեթոդներ, արդյոք այսպիսին պետք է լինեն, որովհետև նույն այս իշխանության օրոք լյուստրացիա տեղի չունեցավ, բայց ամբողջ օրը, այսպես ասենք, ագենտների փնտրտուք է։ Եթե կան այդ ագենտները, ինչու, այսպես ասենք, ինստիտուցիոնալ ճանապարհով չեն գնում, թե սա զուտ ներքաղաքական պայքար է, իրար պիտակավորում են, մեկը ռուսի ագենտ, մեկը թուրքի ագենտ, չգիտեմ։ Այո, իմ կարծիքով այս հարցը շատ կարևոր է, իմ կարծիքով այժմ մեր քաղաքական դաշտում կարևոր հարցերից մեկն է։ Ունենք հետևյալ փաստը, որ իշխանությունը արդեն մի քանի տարի շարունակ պնդում են, որ Հայաստանում կա 5-րդ շարասյուն, Հայաստանում կան այլ երկրի գործակալներ, մինչ այս չէր նշվում, թե կոնկրետ որ երկրի գործակալների մասն է խոսքը, բայց այժմ որ անվանում են KGB, արդեն հստակ է, որ Ռուսաստանի, բայց մենք ունենք փաստ, որ դեռևս չունենք մեկ անձ, որ հստակ Ռուսաստանի օգտին Հայաստանում լրտեսություն անելու հետ կապված կամ գործակալ լինելու հետ կապված իրավական գործընթաց է սկսվել, այսինքն մենք չունենք նույնիսկ մեկ դեպք։ Եթե մենք նայենք այլ հետխորհրդային երկրներ, այնտեղ դեպքերը շատ են։ Որոշ տեղերում համակարգված
ձեր ասած լուստրացիայի process-ով է այս գործընթացը տեղի ունեցել, որոշ հատվածներում անհատական այսպես ասած կոնկրետ անձի մասով է process-ը։ Հիմա մեր մոտ նման բան չկա։ Ու սա շատ մեծ մտահոգություններ է առաջացնում, որովհետև նման պարագայում իշխանությունները կարող են ամեն մեկին անվանել 5-րդ շարժում, քանի որ փաստացի պաշտոնական բացահայտման փուլ տեղի չի ունենում։ Սա մեկ։ Երկրորդը, իմ կարծիքով, ինչու են կանոնում KGB, այլ ոչ թե FSB։ Ունա KGB-ը գոյություն չունի, կա FSB Ռուսաստանում, եթե վարչապետը նկատի ունի, որ օրինակ կաթողիկոսի եղբայրը FSB-ի աշխատող է, պետք է ասի FSB-ի աշխատող։ Մյուս հատվածը, եթե իրենք մտածում են, որ եկեղեցու հետ կապված process-ը պայմանավորում ենք ռուսական գործակալական ցանցի դեմ պայքար, ապա դա հենց այդպես էլ պետք է անվանել։ Ոչ թե պետք է ասել, որ օրինակ եկեղեցիները պատվարներ են, կեղտոտ է կամ խոսել քերակնոջ մասին, անձնական հարցերի մասին, որ քրեորեն, այսպես ասած, պատժելի չեն, այլ պետք է հենց խոսել հենց այդ լեզվով, որ գործակալական ցանցի դեմ կռիվը եկեղեցին դրա մի մասն է, ուղղակի այստեղ այլ հարցեր են առաջանում, որ արդյոք նման գործակալներ չկան ՊՆ-ում, նման գործակալներ չկան ԱԾ-ում կամ ուրիշ մարմիններում։ Ու երրորդ ամենակարևորը, որ ոչ մեկ չի խոսում, ես մի քիչ տանում իրական զարմանում եմ, վարչապետը Ամռանը հայտարարություն արեց, որ ինքը եղել է ֆորպոստի վարչապետ 2018-ից մինչև 2022 թվական։ Հմ, Ու ասաց, որ 2020-ի պատերազմից հետո եղել է ամենա ֆորպոստի վարչապետ։ Իմ կարծիքով այս հարցը պետք է քննարկել, ինչ է նշանակում լինել ֆորպոստի վարչապետ։ Կարող է ֆորպոստը լինել անկախ ու կարող է ֆորպոստի ղեկավարը լինել անկախ մարդ։ Իմ կարծիքով այդ նույն կերպ ինչպես որ այն լեզուն, որ օգտագործվում իշխանությունների դիմության նկատմամբ կամ այլ քարտեր, նույն լեզուն կարելի է օգտագործել նաև իրենց նկատմամբ, եթե շարժում եք իրենց տրամաբանությամբ։ Այսինքն այս 5-րդ շարժման մասին խոսակցությունը շատ խնդրահարույց են ու իշխանությունները այս առումով պետք է ավելի, ասենք, մասնագիտական մոտեցում ցույց տան ու մյուս կարևոր մասը, չնայած այս բոլոր հայտարարություններին, ԱԱԾ-ի կայքում մինչ այժմ նշված է, որ Հայաստանում ԱԱԾ աշխատակիցները մեկնում են ռուսական ԱԴՑ, այնտեղ ստանում են լեյտենանտի կոչում։ Ու սա այդ կապված էլ իշխանությունները բազաբան չեն տալիս։ Ու մյուս մասը, լավ, եկեղեցում հասկացանք, որ կան իշխանություն չի կամ դասի, որ հարաբերությունները չվատացնի Ռուսաստանի հետ, որտեղ մեր ընդդիմադիրները այդպես կասեն, որ դա ուղիղ չի կարելի ասել եւ այլն։ Okay։ Իսկ արդյոք նման process արվում է ՊՆ-ում, ԱԳՆ-ում, ՊՆ օրինակ նախկին պաշտպանության նախարարը ընդունում է, որ ինքը աշխատել է Ռուսաստանի համար, բայց այս առումով մենք էլի մեր մոտ process չունենք։ Այսինքն, ստեղ ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ։ Դե այդ հարցերից մեկն էլ հետևյալն է, պարոն Պետրոսյան, տեսեք, այս լյուստրացիայի կամ այսպես ասենք հիմնային եւ իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը քաղաքացիական տարբեր ներկայացուցիչներ հիմնավորել են նաեւ հետևյալով, որ եթե կան այսպես ասենք գործակալական ցանցեր Հայաստան պետական համակարգում լինի ռուսական, թուրքական կամ չգիտեմ այլ երկրներ, դա նշանակում է, որ հենց հիմա կա վտանգ, հա, եւ հենց հիմա նրանք վնասում են Հայաստանի ազգային անվտանգությունը։ Բայց երբ որ նայում ենք իշխանության գործելավոճին, մենք չենք տեսել ինստիտուցիոնալ process։ Միգուցե արել են եւ գաղտնի են պահել, չենք տեսել։ Սա ինչու եմ առաջ տալիս, որովհետեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչյանը մեղադրում էր Արգիշտի Քյարամյանին, որ նա մտավ ԱԱԾ եւ առաջին գործը այն էր, որ հանեց Ռուսաստանի գործակալներին, թե ինչ, այսպիսի բան էր ասում եւ այդ պարագայում Ռուսաստանը ոնց կարող էր պատերազմի ժամանակ մեզ աջակցություն ցույց տալ, երբ որ իր գործակալներին հանում ես։ Ուզում եմ ասել, չեմ ուզում պնդել, որ չեն փորձել համակարգերը մաքրել, բայց գոնե ինստիտուցիոնալ, չգիտեմ, իրավական, բոլորիս հասկանալի մեխանիզմ չի գործադրվել։ Նշանակում է, որ մենք դեռևս ունենք խնդիր եւ անվտանգության խնդիր պետական համակարգերի առումով եւ ինչպես սա հաղթարել։ Ինչ եք տեսնում, որովհետեւ այս հարցը երբ որ գնում է քաղաքական բանավեճերի եւ շարժումների տիրույթ, ես չգիտեմ դրա օգուտը որն է։
Ռոբերտ ջան, այս հարցի հետ կապված հենց հեղափոխություն տեղի ունեցել 18 թվականին, դուք ճիշտ եք, քաղաքացիությունից հարցը բարձրացել են, մենք այս հարցը բարձրացել ենք, ես անձամբ ԱԱԾ-ում sense սպիտակ թուղթ էի դրել, ասում էի ձեր գործակալներին ասեք, որտեղ ուղղակի բացահայտ ու պարզ էր, որ Հայաստանում կա մեծ գործակալական ցանց։ Ու այդ առաջացել է շատ մեծ խնդիրներ։ Հիմա, եթե պատերազմից հետո Պաշտպանության նախարար նշանակվի Արշակ Կարապետյանը, որը իշխանությունների ներկայացնում ասում է, որ աշխատել է ռուսների համար։ Դա ինչ նշանակում, որ 44 օրյա պատերազմից հետո իշխանությունները այդ քաղաքականությունը, այսպես ասած, Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնյաներ նշանակելու շարունակել են։ Հիմա, եթե վարչապետի հայտարարությունով գնանք 2022 թվականից հետո, երբ որ մենք էլ ֆորպոստ չենք, այսպես ասած, այսինքն այն շրջան, որ մենք ֆորպոստ ենք եղել, այդ նշանակումները արվել են առնվազն Ռուսաստանի հետ համաձայնությամբ։ Այսինքն, այստեղ խոսել գործակալների մասին իմ կարծիքով մի քիչ բարդ է, որտեղ եթե պաշտպանության նախարարն է Ռուսաստանի հետ աշխատում, իմ կարծիքով այդտեղ արդեն քիչ։ Հիմա, եթե վերցնենք, որ 2022 թվականից հետո համառ պայքար է սկսվել ռուսական գործակալների դեմ, մենք չունենք ոչ մի հստակ մեկ բացահայտված դեպք պաշտոնապես, որ այս մարդը աշխատել է Ռուսաստանի համար։ Ու սա զավեշտալի է հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որ իշխանությունը օգտագործում է։ Ու քանի այնքան ժամանակ միջև մեկ բացահայտված դեպք մենք չունենանք, իսկ այնտեղ շղթաներ պետքա լինեն։ Շղթաներ պետքա լինեն, որտեղ այդ ցանց այսպես մի հոգի չի։ Ամբողջ համակարգ կա ՊՆ-ում, ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում, դեսպանատներում, մինչև հիմա ես այս օրինակը բերում եմ, որտեղ շատ հստակ է, ԵՊՀ-ում մենք ունենք հատուկ բաժին, որտեղ նստում է ԱԱԾ-ից մարդ, ու այդ ԱԱԾ-ից մարդը, եթե հիմա մենք գնանք ԵՊՀ-ի կայք, բացենք հատուկ բաժին, ու նայենք ինչ այնտեղ է, այնտեղ երկու տող է գրած, ու այդ մարդը զբաղվում է զինվորների զինկոմիսարիատի հարցերով։ Իմ դեպքում այդ մարդը 16 թվականին ինձ հարցնում էր, ես ինչ կարծիք ունեմ Վլադիմիր Պուտինի մասին, երբ որ ես մասնակցեցի հաց բերողի ցույցերի։ Հիմա այդ նույն պաշտոնը միջև հիմա կա։ Ուզում ասեմ, այս դեպքում խոսել, որ եկեղեցում կան գործակալներ, սա իմ կարծիքով ներքին լսարանին ուղղված բան է, որովհետև իհարկե բոլորս էլ գիտակցում ենք, որ Ռուսաստանի վարկանիշ Հայաստանում ընկել է, ու իշխանությունը դա օգտագործում է սեփական, այսպես ասած, վարկանիշը բարձրացնելու համար։ Եվ չկան գործակալներ, ստացվում է պետական համակարգերում, եւ նրանք վտանգ չեն, այսպես ասենք, Հայաստանի համար, հատկապես ընտրությունների շեմի, երբ որ Մոլդովայի կամ այլ երկրների փորձը ցույց է տալիս, ասենք Ուկրաինայի, որ նրանք դրսևորվում եւ բացահայտում են միանգամից եւ վճռական պահին եւ այսպես թիկունքից հարված Հայաստանի պետականության կարող է անսպասելի լինել իշխանության այս գործելավոճը նշանակում է, որ փաստորեն անվտանգություն է տիրում Հայաստանի պետական համակարգերում, այո։ Իմ ես համաձայն եմ, նաև իմ կարծիքով այն մոտեցումը մենք կարող դիտարկենք, ես այսպես ամբողջովին այն մտքի հետ համաձայն չեմ, որ Ռուսաստանը Հայաստանում շատ ուզում է, որ տեղի ունենա իշխանափոխություն։ Այնպես որ այսպես ասած Ռուսաստանի Կրեմլի խնդիրն է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ես այդ մտքի հետ այդքան էլ համաձայն չեմ։ Ես ավելի շատ մտածում եմ, որ այդ պրոռուսական ուժերի կլինեն նախկին նախագահները կամ դոր ուժերը իրենց նպատակը ոչ այնքան իշխանության փոխն է, որովհետև հստակ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սամվել Կարապետյանը չեն կարող Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնել։ Իմ կարծիքով այդ ուժերի նպատակը Հայաստանում քաղաքական համակարգը փակ պահելն է։ Այսինքն օրակարգերը զբաղեցնելն է։ Այսինքն մենք ունենք արևմտամետներ, մենք ունենք ռուսամետներ, մենք ունենք չեզոքներ ու այս դաշտը հեշտ կառավարելի է։ Այսինքն կանխատեսելի ուժեր մենք ունենք։ Ռուսաստանը 7 տարի Նիկոլ Փաշինյանի հետ աշխատում է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնացած այլ պաշտոնի հետ նրանց շատ լավ ճանաչում են ու ստեղ հարցը իմ կարծիքով ավելի շատ դրված է թույլ չտալ, որ այսպես նոր ուժեր մտնեն քաղաքական դաշտ։ Այսինքն եղած ընդդիմությունը հիմնականում պահում է քաղաքական դաշտը, որով նաև հնարավորություն է տալիս, որ իշխանությունը օգտագործի հին թեզեր։ Օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված պայքարը 4-ը 2018 թվականին այդ ուժերին արդեն մերժել էր
Բայց մենք տեսնում ենք, որ այդ մերժումից 7 տարի հետո նրանք նորից հավակնում են գալ իշխանության եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացվում է քաղաքական գործ ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Այսինքն, այո, Ռուսաստանը Հայաստանում ունի ազդեցություն տարբեր լծակներով, դա կլինեն բլոգերներ, թե պետական պաշտոնյաներ, մենք կգնանք մի քիչ կոնսպիրոլոգիայի դաշտ, որտեղ փաստեր չունենք, բայց այն, որ Հայաստանում իմ կարծիքով չեն տեղի ունենում այնպիսի զարգացումներ, որոնք Ռուսաստանի այսպես ասած պլանավորից ամբողջովին դուրս են, ես ավելի շատ այդ մտայնության մեջ եմ, քան հակառակ։ Շատ լավ, եկեք այդ պարագայում հասկանանք, թե 26-ի ընտրությունները ինչի մասին են լինելու։ Կարելի է, եթե անկեղծ գտնվենք, ասել, որ քարոզարշավը սկսված է։ Իհարկե, պաշտոնապես 40 օր առաջ է սկսում, եթե չեմ սխալվում, բայց այս օրերին ստեղծում են նոր քաղաքական ուժեր, փորձում են ճեղքել այդ ձեր ասած Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ, Նիկոլ Փաշինյան եռյակը, բայց պարոն Պետրոսյան, եթե ավելի անկեղծ լինենք, արդյոք հենց այդ նախկին ներկա համակարգը չի գործելու 26-ի ընտրություններում, ինչքան էլ, ասպես ասենք, որոշակի քաղաքասակության տարբեր ներկայացուցիչներ նշեն, որ կա երրորդ ուժերի կարիք եւ այլն, նույն Ռոբերտ Քոչարյանը, ասենք, կամ Սերժ Սարգսյան, արդյոք նրանք իրենց գաղափարներով պահանջարկված չեն ինչ որ մի շերտի համար։ Օրինակ, պարոն Քոչարյանը 2 օր առաջ ասում էր, որ Հայաստանի գործոն լինելու տարբերակներից մեկն էլ այն է, որ քո տարածքից դուրս ունենաս հավակնություններ, ենթադրում եմ Արցախը նկատի ուներ, եւ հիշեցնեմ ձեզ, Հայաստանի գործոն լինելու եւս մեկ արգումենտ նա հավանական էր համարում միութենական պետություն մտնելը։ Երկու գործոն լինելու հնարավորություն կա ըստ պարոն Քոչարյանի։ Մեկը միութենականը, մեկը արտաքին, այսպես ասենք, հավակնություններ ունենալ։ Միգուցե հանրության մի շերտ կարծում է, որ իրոք մենք պետք է մտնենք միութենական եւ ասենք օրինակ Ադրբեջանի տարածքային պահանջ ներկայացնենք դրանից բխող բոլոր հետևանքներով Ռուսաստանի աջակցությամբ։ Չէ՞ որ այս մարտիկ քաղաքական դաշտում կան, եթե նրանց պահանջարկը չլիներ, կարծում եք կլինեին քաղաքական դաշտում։ Իմ կարծիքով նման հայտարարություններ անելով Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանի հայտարարությունները դրանք Նիկոլ Փաշինյանի համար, գործող իշխանության համար ուղղակի շատ-շատ լավ հայտարարություններ են, շատ լավ, ավելի լավ քննադատություն, այսպես ասած, իմ կարծիքով իշխանություն չի կարող գտնել իր համար։ Ռոբերտ Քոչյանի ասածը բարդ եմ համարում մեկնաբանել, որովհետև չգիտեմ ինչպես, ասենք, եթե 2022 թվականի ջերմուկի ժամանակ մենք մեկ օր կարողացանք դիմադրել թշնամուն, դա փաստ է։ Հիմա այդքանից հետո խոսել նման բանի մասին, իմ կարծիքով ծիծաղալու էլ չէ, զավեշտալի է։ Դա ուղղակի քաղաքականությունից, իրականությունից կտրված լինելու։ Դա Նկատի համար ունեք Հայաստանի տարածքից դուրս հավակնություններ ունենալու անհրաժեշտությունը, որ այդ դեպքում Հայաստանում մենք կլինենք գործոն։ այս պահին, եթե մոռացել է երկրորդ նախագահան, այսինքն, հա, երկրորդ, ԵՄ դիտորդներն են, որ պահպանում են մեր անվտանգությունը։ Եթե ինչ-որ մարդիկ, ասենք, համաձայն չեն, 2020 մինչև 2022 թվական Հայաստանի 200 կիլոմետրից ավել տարածք օկուպացված է, օկուպացվել է, մինչև այժմ օկուպացված է, ու մենք խնդրեցինք, որ ԵՄ դիտորդներ գան, որ մեր սահմանային խախտումներ չլինեն։ Ուտից հետո չեն եղել խախտումներ, իսկ մինչ այդ մենք մեր ուժերով չենք կարողանում պաշտպանել մեր սահմանը, սա փաստ է։ Ու հիմա երբ որ դու քո եղած սահմաններ չես կարող պաշտպանել, անցնում ես այլ բաներ գրավելուն, այդ ուղղակի ես չգիտեմ, չեմ պատկերացնում, էլի ինչպես դա պետք, կամ որ տարածքներն է ուզում Կներեք, օկուպել։ բայց դուք բաց թողեցիք այն մյուս մասը։ Երբ որ մենք մտնենք միութենական պետություն, այսինքն Ռուսաստանի հովանավորությունը կունենանք, դա կլինի այլ Հայաստան, որի հետ հաշվի կնստեն եւ Հայաստանի բուն Հա։ տարածքից դուրս հավակնություն ունենալը դա քան լուրջ խնդիր չի, էլի, ստացվում է։ Այդ նույն ընդդիմադիր ուժերը մեկ անգամից ավել չէ որ նշել են, որ իրականում Հայաստանի գործող իշխանությունը մինչև 2022 թվական փորձել է իր արտաքին քաղաքականությունը ամբողջովին համաձայնեցնել է Ռուսաստանի հետ։ Սա հայտարարվել է ամենաբարձր մակարդակով ու հենց Ֆորպոստի խոսակցություն դրա մասին է։
Իսկ այն Հայաստանի գործող իշխանությունը 18 թվականից հետո ոչ մի քայլ, որ կհակասեր Ռուսաստանի աշխարհակահական շահերին կամ տարածաշրջանում, չի արել։ Չի արել նույնիսկ մինչև 2022 թվական ջերմուկը։ Նույնիսկ Արցախի էթնիկ զտման ժամանակ Հայաստանի իշխանությունը բարձրագույն մակարդակով նշեցին, որ իրենց գնահատմամբ եթե չեմ ժողովրդին վտանգ չի սպառնում, հա, այսինքն նույնիսկ այդ ժամանակ ռուս խաղապանների այսպես հեղինակությունը մեր իշխանությունը չկա, այսինքն կարծել, որ Հայաստանի իշխանությունը ռուսական արտաքին քաղաքականությունը հակադիր գործունեություն են քաղաքականություն իրականացրել, այսինքն ստեղ ոչ թե խնդիրն այն է, որ Հայաստանն է անջատվել Ռուսաստանից, այլ Ռուսաստանն է անջատվել Հայաստանից։ Ու Ռուսաստանը սա բացահայտ կերպով ցույց է տալիս։ Ռուսաստանի աշխարհակական շահերը փոխվել են Հարավային Կովկասում, տարածաշրջանային աշխարհակական կոնտեքստում, ու Հայաստանից չի, որ կախված է կամ մեկ անձից չի կախված այդ շահերը կհամընկնեն, թե չէ։ Սա իմ կարծիքով այդ մասն է, իսկ ինչ վերաբերվում է նախկին ներկա, այո, մենք գնում ենք շատ հստակ դրան, մենք տեսնում ենք, որ այդ նոր ուժերը, այսպես երրորդ ուժերը չեն կարողանում մտնել, չեղքել այդ շրջանակը, մտնել քաղաքական պայքարի մեջ, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Դա կլինի այն, որ նախ խոսույցները, որ կան, այդ խոսույցները ձևավորվում եւ կառավարվում են այդ իշխանության եւ ընդդիմության կողմից, նոր խոսույթի կարիք կա։ Օրինակ ռեֆորմների մասին խոսակցությունը ԿՊ-ն միշտ օգտագործում է։ Այն, որ չեն իրականացնում, այլ հարց է, բայց որ խոսում են, որ օրինակ ես չկարողացեմ դիտարկել, որ Նիկոլ Փաշինյանը բողոքում է Հայաստանի կրթական համակարգից։ Այդ ինքը 7 տարի արդեն վարչապետ է, բայց նա ինքն էր բողոքում կրթական համակարգից, այսինքն ինքը բողոքում է, որ ուրիշները չբողոքեն, էլի։ Իսկ ընդդիմությունը իր հերթին այդ փորձում է այդ արժանապատիվ խաղաղություն, բան այդ խոսույթներն է օգտագործում Ավելի ռուսական ազգայնական թեզերի մեջ է այ ընդդիմությունը։ ազգայնական պահպան, օրինակ ԿՊ-ն պահպանողականն էլ է փորձում ԿՊ-ն իրականացնել։ ամեն ինչի մեջ կա, եւ Այո, սոցիալիստ է, իրանք եւ լիբերալ, եւ քննադատում են, իրանք ազգայնական։ քաղաքասրակություն են ստեղծել նաև որոշ իրենց հետ Հմ, կապված։ Այսինքն, այո, մենք գնում ենք դրան ու ու սա համաձայնեցված է թե չէ արդեն ը, մեզ ավելի շատ փաստեր են պետք, բայց մտածել, որ այս ամենը տեղի ունենում երկու կողմերի նաև համաձայնությամբ, այսինքն ցանկությամբ, որովհետև ընդդիմության իրանք չեն ցանկում հեռանալ քաղաքական դաշտից, որովհետև հեռանալը կնշանակի դառնալ խոցելի, հմ, այսպես ասած։ Իսկ քանի իրենք այսպես խաղի մեջ են իրենց մեդիաներով, սատելիտ ուժերով, որոշակի անվտանգություն են իրենց ապրում, այլ այստեղ այն է, որ ժողովրդի մեծ մասը կապ չունի այդ պայքարի հետ։ ԿՊ-ն ուզում է դա այդպես ներկայացնել, բայց իմ կարծիքով այնտեղ մենք ունենք, եթե բանակի հետ կապված խոսույթներից խոսենք, ԵՊՀ-ում տեղի ունեցող շորթավարության հետ կապված այս խոսակցությունից խոսենք, կարող ենք նկատել, որ բավական հատվածում մենք հետընթաց եւ առանջընթաց ունենք, բայց ոչ այնքան, ինչքան որ պետք է ունենայինք։ հմ։ Տեսեք, պարոն Պետրոսյան, հետեւյալը կա այն ուժերը, որոնք ունեն քաղաքական կշիռ ընդդիմադիր ուժերը, ասենք Քոչյանի, Սերժ Սարգսյանի ուժերը եւ այլն։ Դրանք հիմնականում այսպես ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, հա, հայի ինքնության դեմ պայքարում է այս իշխանությունը, Արցախի հայերի վերադարձի հարցը չի դնում, թրքացնում է եւ վիլայեթացնում է Հայաստանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերն է սպասարկում, արժանապատիվ խաղաղություն, երբ որ դա բացում ենք, տարբեր գործոններ կան, ինչպես հասկացանք, արժանապատիվ խաղաղության բանաձևերից մեկը ստացվում է Հայաստանի այս տարածքից դուրս հավակնություններ ունենալն է։ Դա արժանապատվության վերականգնման գործոն կարող է լինել հավանաբար։ Չէ՞ կարծում, որ Փաշինյանի իշխանությունը հաղթում է հենց այստեղ, որ չկա ավելի առաջադեմ ընդդիմություն, քան այսօրվա իշխանությունը, եւ ես հիշեցնեմ նաև, որ 18-ի հեղափոխություն տեղի ունեցավ նաև սոցիալական անարդարության դեմ պայքարի տրամաբանության մեջ, այսինքն մարդիկ կեղեքումներից, թալանից, չգիտեմ, անարդար հարստացումներից, ընտրակեղծիքներից, դատաիրավական համակարգի չբարեփոխումներից, չգիտեմ, կաշառքից եւ այլնից դրդված չէ նաև դուրս եկան փողոց։ Հիմա երբ որ ունենք այս իրավիճակը, այս իշխանությունը, որը կարող է տապալել է, կարող է հաջողել է, ես չեմ ուզում գնահատական տալ իր խոստացած
այսպես ասենք ոլորտներում աշխատանքը եւ գալիս են նախկին համակարգի ներկայացուցիչներ, որոնք ասում են մեր ժամանակ ավելի լավ էր։ Մինչդեռ իրենց ժամանակն է մերժվել 18 թվականին։ Այ կան ուժեր կամ ինչպես պետք է ստեղծվեն ուժեր, որոնք ապագայի մասին կլինեն, էլի, որոնք այսպես ասենք կարդարացնեն 18-ի հույսերը, ոչ թե կասեն չէ, ասենք նախկինում ավելի լավ էր, քանի որ հա դե թալանում ենք, բայց կար Արցախ եւ այլն, այս լոզունգները ոնց որ Փաշինյանի հերացման չեն բերելու, այո։ Ինչ կարող Իմ եք ասել։ իմ կարծիքով ընդդիմություն իր խոսույթով միայն հեշտացնում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը։ Եթե վերցնենք ընդհանուր առմամբ եւ դիտարկենք, ընդդիմություն իր խոսույթով, իր հայտնի դեմքերով ուղղակի ը, հեշտացնում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, այն բոլոր հայտարարությունները, որ իրանք անում են, շատ խոցելի են, ու մենք դա կարող ենք տեսնել ՔՊ պատգամավորների արձագանքից, Նիկոլ Փաշինյանի արձագանքից, այդ խոսույթները արդիական չեն, այդ մարդիկ հնարավորություն չունեն այսպես հետ գալու, որտեվ մեկ անգամ արդեն թե 18-ին, թե 21-ին տեղական ընտրությունները մի քիչ այլ են։ Այնտեղ Հա, անձերի հարց կա, մի քիչ դա ուրիշ հատված է։ Իսկ խորհրդական Նիկոլ Փաշինյանը Արցախի պարտությունից հետո, երբ որ իր համար ամենածանր փուլն էր, հաղթեց Ռոբերտ Քոչարյանին ու բոլորին։ Ու հիմա 26 թվական իր դիրքերը հաստատ ավելի ուժեղ են, քան 21-ին։ Եթե իհարկե, օրինակ, վաղը Ադրբեջանը հարձակում չսկսի, հմ, որը շատ քիչ հավանական է, ու դա դրանով է նաև պայմանավորված իշխանությունների այդ այսպես երջանիկ թեթևացած, որտեղ հա։ օգոստոսի 8-ը շատ մեծ հանգստություն է ապարգևել ու դա մենք նկատում ենք ու հաստատ մինչև 26 թիվ ես չեմ կարծում, որ մենք կունենանք էսկալացիա, բայց ձեր հարցին գալով Կնայեք, 3 ես մի րոպե լրացում էլ անեմ, նոր շարունակենք։ Եվ մենք տեսնում ենք, այսպես ասած, քաղաքասարակության տարբեր նախկին ներկայացուցիչներ, որ մտնում են քաղաքական դաշտ, թվում է նրանք էլ պետք է խոսեն, չգիտեմ, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից եւ հարկադրեն, այսինքն այս իշխանությանը մեղադրեն, քննադատեն 18-ը տապալելու, հույսեր չարթարացնելու եւ այլնի մեջ, սրանք էլ են հայի ինքնություն եւ այլն, ընդ որում պետություն, որտեղ ազգային փոքրամասնությունները շատ քիչ են, այսինքն սա ունիտար, հա, պետություն է, չգիտեմ, հայ ինքնության, այսպես ասենք, կործանումից խոսելը այս Հայաստանում, որտեղ հայերը 90%-ից ավելի են, ունեն դպրոցներ, լեզու եւ, չգիտեմ, եւ այլն, ինչքանով մրցակցային գաղափարախոսություն է, սա զուտ լրացում, այսպես ասենք։ Ռոբերտ ջան, ես համաձայն եմ, մենք նույն խնդիր ունեցնենք 90-ականներին, երբ որ ստացանք անկախ պետություն, անկախ ոչ ամբողջովին անկախ հնարավորություն ունենք, այնտեղ շատ կախվածություն եք ունեցել, բայց ԽՍՀՄ անդամ չէինք, ազգայնականության խոսույթը հեշտ է, ազգայնականության մասին խոսել, արժեքների մասին խոսել, բայց ես վստահ եմ, որ այդ նույն ազգայնական մարդկանց մենք օրինակ հասնենք ով է Սմբատ Բորոյանը Հմ, կամ օրինակ 21 թվականի ինչ process-ներ տեղի ունեցել Հայաստանում։ Իսկն տանք մի քիչ այսպես հենց այդ նույն դաշտից հարցեր, կոպիտ ասած, իրանք դժվարանալու են պատասխանել։ Խոսել ժողովրդավարությունից, ռեֆորմներից դա ավելի բարդ է։ Դե ժողովրդարությունը դա մարդուրանքներ չեն, ժողովրդարությունը բարդ կառավարման համակարգ է, որտեղ ամեն օր պետք է աշխատես փոփոխություններ, process-ներ, դիսցիպլինա է։ Ու ինքը պատասխանատվություն, դա հեշտ չի։ Դա համար ազգայնականությունից ասում, ու դա մեր քաղաքասարությունը խնդիրներից մեկն է, որտեղ այո, քաղաքասարությունում մենք 19 թվականին Հայաստանի քաղաքասարությունը, սա շատ կարևոր է, էլի 19 թվականին Հայաստանի քաղաքասարության մեջ կոտրվել է իրական, միջև հիմա չի վերականգնվում, որտեղ այն ժամանակ իշխանությունների փոխտավությամբ, այսպես ասած, քաղաքասարություն թիրախավորվեց ու այն այդ հայտարարությունների համար, որ այժմ իշխանությունը այսպես բանտարկում է այդ ընդդիմադիր գործիչներին, այդ նույն հայտարարությունների համար 19 թվականին նրանք ոչինչ չէին անում, ասում մի խոսքի ազատություն է։ Դա համար հիմա մարդիկ ասում են, որ կան քաղբանտարկյալներ Հայաստանում։ Ու այս մասով իմ կարծիքով շատ բան ակնկալել պետք չէ, որտեվ իշխանությունները Հայաստանի քաղաքասարության մի հատվածին կարողացել են համոզել, որ իրենք պայքարում են ռուսական սպառնալիքի դեմ, ու քաղաքասարության շատ ներկայացուցիչներ համեմատականով որոնում են ասում են ավելի ԿՊ լինի, քան նախկին ուժերը կան կամ հիբրիդային հարձակումները Ռուսաստանի, Հայաստանի նկատմամբ, չնայած միջև այժմ ունենք գործող ալիքներ, համալսարանում ունենք ուղիղ ռուսական քարոզանող դասախոսներ,
չունենք պաշտոնական ոչ մի process, այսպես ասած, ռուսական թուլացման, մենք չունենք։ Նույնիսկ այդ սահմանային զորքերի հանրություն կապված համակարգը ես չեմ կարծում եմ, որ չի փոխվել։ Սեկտ համակարգը օրինակ փոխվել է, աղջիկա դեպքը, որ տեղի ունեցավ, Ռոբերտ ջան, Այո, Չեչեն, որ այո, սպանեցին Հայաստանում, ոչ այո, մի արձագանք, ոչ ՔՊ падգամավորների կողմից, ոչ պաշտոնական մակարդակով։ Իսկ ես քեզ ասեմ, որ մենք համաձայնագրեր ունենք, որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, ԱԾՆ-ներ ունեն։ Այդ դեպքերի մասով առանձին կապերով հաղորդակցություն կա։ Իսկ օրինակ, երբ որ մենք ասում ենք ՀԱՊԿ-ով սառեցրել ենք մեր մասնակցությունը, այդ խորհրդակներն ենք սառեցրել օրինակ։ Այդ դեպքով ոչինչ չխոսվեց։ Ու սրանք լուրջ իրականում, այսպես ասած, ինդիկատորներ են, էլի, որքանով է այդ ազդեցությունը թուլացել Հայաստանում։ Այսինքն, այո, այդ ազգայնականության խոսությունը շատանալու է, որովհետև այժմ քանի որ պատերազմի վտանգ, այսպես ասած, չկա, խոսել այդ ազգայնականության մասին ավելի հեշտ է, ու բայց այս հատվածում էլ իրականում Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի կառավարության փորձում է այսպես ռեֆորմներ անել, Երևան համ մոդեռն, բայց նաև պահպանողական։ հմ, հետաքրքիր, շնորհակալ եմ, կհետևենք իրադրությանը, վստահ եմ ձեզ հետ քննարկելու էլ հնարավորություններ կունենանք։ Շնորհակալ եմ, Ռոբերտ ջան, առայժմ։ Շնորհակալություն, հարգելի առողջադիտողներ, Factor TV-ին ուղիղ տեսակապով զրուցում էր Դավիթ Պետրոսյանի հետ։